Կար չկար մի շատ անկուշտ շուն կար, որը միայն ուտում էր ու ուտում։ Հենց ուտելու պիտանի մի բան էր տեսնում, միանգամից բացում էր բերանն ու կուլ տալիս։ Փոստատարը վախենում էր մոտենալ այդ տանը, այն օրից ի վեր, երբ շունը նրա ոտքի կոճը նախաճաշի տեղ դրեց։ Նա կանգնում էր դարպասի մոտ և նամակները հեռվից շպրտում փոստարկղի ուղղությամբ։ Լրագրավաճառը չէր համարձակվում մի քայլ ավել մոտենալ տանը։ Բոլոր հյուրերը գիտեին, որ պետք է հետները գոնե մի հյութեղ ոսկոր բերեն, այլապես չեն կարողանա տուն մտնել։ Մի օր անկուշտ շունը գնաց թափառելու խանութների շուրջը։ Նա շատ էր սիրում այդպիսի զբոսանքները, որովհետև միշտ իր քթին մի հաճելի բուրմունք էր դիպչում։ Երբեմն էլ պատահում էին ծեր տիկիններ, ովքեր նրան թխվածքաբլիթ էին տալիս։ Մսավաճառի խանութի մոտով անցնելիս անկուշտ շունը սկսեց լպստել շրթունքները։ Ցուցափեղկում մսի մի մեծ կտոր էր դրված, բնականաբար շատ ախորժաբեր։ Անկուշտ շունը մտածեց, որ մսի այդ կտորն իր համար հրաշալի ընթրիք կլիներ։ Նա խելոք նստեց խանութի դռների առաջ։ Շուտով իր սիրելի ծեր տիկիններից մեկը մտավ խանութ։ Անկուշտ շունն աննկատ ներս սողոսկեց ոչինչ չկասկածող ծեր տիկնոջ ետևից։ Տիկինը ցանկանում էր գնել երշիկ, աղացած միս և այլ մսամթերք։ Մինչ մսավաճառը զբաղված էր տիկնոջը սպասարկելով, անկուշտ շունը վրա հասավ, ճանկեց մսի կտորն ու այնպիսի արագությամբ դուրս թռավ խանութից, որ ոչ ոք չհասցրեց հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մեծ աղմուկ աղաղակ բարձրացավ։ Իրեն կորցրած մսավաճառը դուրս վազեց խանութից, ծեր կինը ուշաթափվեց։ Փողոցում ով կար չկար, բոլորն ընկան շան հետևից, բայց անկուշտ շունն արդեն շատ հեռու էր։ Նա անհամբեր մտածում էր իր ավարը վայելելու մասին։ Շունը վազեց նեղ փողոցներով, հասավ գետի մոտ։ Նա արդեն ուզում էր անցնել կամուրջը, երբ հանկարծ ջրի մեջ, ուղիղ իր առջևում մի ուրիշ շուն տեսավ։ Այժմ բերանում նույնպես մսի մի մեծ հյութեղ կտոր կար։ Մենք հո գիտենք, որ շան տեսածն ընդամենը իր սեփական անդրադարձն էր, բայց անկուշտ շունը չգիտեր այդ մասին։ Նրա աչքին միայն մի բան էր երևում՝ մսի երկրորդ կտորը։ Ուժգին հաչոցով նա ցատկեց մյուս շան վրա, բայց մսի երկրորդ կտորը որսալու փոխարեն անկուշտ շունը ոչ միայն մինչև ոսկորները թրջվեց, այլև իր ունեցածն էլ կորցրեց։ Ուրախ կլինեի ասել, որ այդ օրվանից ի վեր անկուշտ շունը սկսեց իրեն ավելի լավ պահել, բայց ավաղ չեմ կարող։ Նա ամենևին էլ դասեր չքաղեց և ասում են, մինչև օրս էլ փնտրում է այն մյուս շանը։